Հայաստան նավթամթերքի և երրորդ երկրի միջոցով հացահատիկի Հայաստան մուտք գործելու համար և այսպես մշտապես խոսում է երկկողմ առևտրային հարաբերությունների մասին։ Պարոն Պապոյան, խնդրում եմ նշել կետ 1 հայկական արտադրանքի ապրանք, որը արտահանվել է Ադրբեջան և որը վաճառքի է հանվել այնտեղ։ Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, ըստ էության, որ եկել է Հայաստան, բենզինը և դիզելային վառելիքը, հայկական ծագման արտադրանք չկա, բայց կողմերը փոխանակվել են այդ ցանկերով և գործարար միջավայրը, այդ թվում նաև իրենք են մեզ երկար ցանկ տվել և մենք իրենց, և գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Հիմա ինչն է պատճառը։ Պատճառները տարբեր են, սկսած նրանից, որ շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան իրենց համար, այնպես էլ իրենց շուկան մեր համար, և սրա համար իմ կարծիքով պետք է ժամանակ և դա այնպիսի գործընթաց է, որը ավելի շատ բնականաբար գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Պետությունը ստեղծում է պայման, քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհի բացվելով, երկաթուղու գործելով և այլն։ Մենք այդ պայմանների մի զգալի մասը ստեղծել ենք, բայց դեռ ամբողջությամբ ստեղծված չի։ Օրինակ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց դուք շատ լավ գիտեք, որ այդ ուղղությամբ աշխատանքը կա ու կլինի դա մի քանի տարի անց ակնհայտ է, չէ։ Երկրորդը նկատի թրիփի գործարկումը։ Մինչև այդ իհարկե կարող է նաև այլ գործիքակազմել աշխատի, կամ ուղիղ հաղորդակցություն ճանապարհների, չնայած մենք բացել ենք, դեռևս օրինակ իրենք չեն օգտվում մեր ճանապարհներից, որպեսզի ապրանք Հայաստանի միջոցով ընդհանենք տանել Թուրքիա կամ հակառակը։ Այնպես որ սա մի գործընթաց է, որը ժամանակատար է, բարդ է, ձեզանից ոչ մեկ 2 տարի առաջ, երբ որ բոլորը խոսում էին նրա մասին, որ կարող է լինի, ամեն պահի կարող է լինի պատերազմ, հիմա բոլորը խոսում են նրա մասին, թե ինչի օրինակ այս կամ այն ապրանքը չի վաճառվում, կամ դեռ չի վաճառվել, ես կարծում եմ, որ սա արդեն շատ լավ է, որովհետև ես շատ լավ հիշում եմ 2 տարի առաջ, երբ որ նշանակվում էի նախարար, հիմնական խոսակցությունը նրա մասին էր, թե կլինի օրինակ նոր հարձակում, թե չի լինի։ Իսկ հիմա հիմնական խոսակցությունը նրա մասին է, որ ինչ ապրանքը հնարավոր է վաճառել կամ չվաճառել և բենզինի գինը ենթադրենք ինչքանով իջավ կամ չիջավ։ Ես կարծում եմ պատերազմից խաղաղության խոսակցությունը արդեն իսկ ֆանտաստիկ է, խաղաղության օգուտների մասին խոսակցությունը շատ լավ խոսակցություն է և բնականաբար պետք է ավելացնենք, որպեսզի մաքսիմալ շատ օգուտներ ունենանք։ Նշեցիք ժամանակ է անհրաժեշտ, կնշեք մոտավորապես քանի ինչքան ժամանակ, որովհետև հարաբերություններն արդեն անվանվում են երկկողմ հարաբերություններ։ Այո, երկկողմ հարաբերություններ կան, որովհետև ես նորից եմ կրկնում, ամեն ինչ մենք չպետք է թերագնահատենք այն ինչ որ մենք ունենք։ Ամենամեծ արդյունքը նա է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է 0-ի, այնինչ 2 տարի առաջ դա շատ բարձր էր։ Եվ այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին արդեն, և նաև այդ խաղաղության արդյունքը դուք տեսել եք մեր տարբեր որոշումներում, այդ թվում են օրենսդրական որոշումներում և այսպես շարունակ, և արդյունքները դրանք կտեսնենք, որովհետև 1 տարի առաջ ոչ մեկ չէր պատկերացնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը առևտուր կանեն, դուք էլ չէիք պատկերացնում։ Հետևաբար այդ ամեն ինչի համար պետք են ժամանակ և որովհետև դրանք երկարատև բարդ գործընթացներ են, հեշտ չեն։ Հարգելի գործընկերներ, հարգենք մյուսներին, մեկական հարցի իրավունքով, եթե հետագայում ժամանակ մնա, մյուս հարցերը կշարունակենք։ Երկրորդ գրանցվածը News.am Էդեն Միշեղյան, խնդրեմ։ Նախորդ հարցից մի փոքր բարձրաբանեմ։ Մասնավորապես ինչ
ինչ ապրանքներ կարտահանվի դեպի Ադրբեջան եւ մոտավորապես ինչ պայմաններով եւ երբ կբացվի Թուրքիայի սահմանը եւ նույնպես կարճած նախորդ տարի պետի թվերով ավելի քան 33,000 ընկերություններ փակվել են նախորդ տարիների համեմատ ավելի զգալի են նույնիսկ 2020 թվականին, երբ որ կար համաճարակ, վերլուծել եք, թե ինչն էր եղել պատճառը, գուցե անցած տարվա հարկային քաղաքականությունը եւ շրջակի դրույքաչափերը բարձրացնել։ Նախ առաջինը, ինչ ապրանքներ են արտահանվելու, ես կարող եմ պոտենցիալի մասին խոսել։ Ընդ որում, այս պահին ընդհանրապես մենք գիտական հետազոտության բարված պոտենցիալի մասին, որում նույն հետազոտությունը Հայաստանում արվել է այնտեղ։ Իսկ այնպես չի, որ մենք ուրիշ բան ենք արել, իրանք ուրիշ բան։ Աշխարհում ընդունված հետազոտություններ կան, նմանության ինդեքս, փոխլրացման ինդեքս, արտաքին առևտրում, հա։ Այդ ինդեքսներն ենք հաշվել, իրանք իրենցն են տվել, մենք իրենցը, իսկ դա նշանակում է կա պոտենցիալ այդ ապրանքները վաճառելու։ Երբ կվաճառվի, ինչ պայմաններով, դա կախված է արդեն բիզնեսները իրենց հարաբերությունների, գործընթացների կազմակերպումից։ Սա մեկ, որտեղ հիմա օրինակ Հայաստան, Իրան, Հայաստան, Թուրքիա, Հայաստան, չգիտեմ, Ռուսաստան, Հայաստան, ԵՄ կառավարությունները օգնում են, աջակցում են, որ առևտուրը տեղի ունենա։ Փորձում են խոչընդոտները վերացնել, օրինակ դրա մասին երեք չի գրվել, ոչնչապես ոչ մեկ չի գրել։ Բայց երեք Էմիրություններում շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրել։ Հայաստանի ես եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարարը ծառայությունների առևտրի եւ ներդրումների ազատ առևտրի համաձայնագիր ենք ստորագրել։ Դրա մասին դուք չեք խոսում։ Վաղը հեսա ծառայությունները կավելանա, տոկոսները կտեսնեք, մյուս տարի, մի տարի, 5 տարի, 2, 3, 4, 5 տարի հետո, չէ՞, այդ բանը տեղի կունենա։ Դրա արդյունքները կտեսնենք, բայց հո կառավարությունը չի գնալու կնարեք բանանի, IT ծառայություն վաճառի բանին, էմիրատական կազմակերպությանը։ Կառավարությունը այս համաձայնագիրը բանակցել է 2 տարի, համարյա 2 տարի բանակցել ենք, ամեն բառը 3 անգամ գնացելու եկել է, արդյունքում համաձայնագիրը ունենք, բիզնեսը պետք է հետևի դրան, բիզնեսը պետք է արձագանքի դրան։ Իսկն սա է կառավարության գործը, բիզնեսի գործն է։ Թուրքիայի հետ հարաբերություններում ես կարծում եմ, որ էլի շատ լավ է, որ մեր նվազագույնը տնտեսապես մեր ամենամեծ հարևանն է, իր հնայի ծավալով, ունենք հնարավորություն այդ սահմանը բացվելու եւ հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն այդ մասով, իսկ երրորդ հարցի հետ կապված ես ուզում եմ նշել, որ ՓՄԶ-ի ծավալները շարունակաբար ավելանում են, ես շատ լավ առիթ է կհրապարակեմ նաև թվեր, իսկ ձեր նշած վիճակագրությունը ինքը ուղղակի օրենսդրության փոփոխության հետևանքով ավելի շատ ֆինանսների նախարարությունից ավելի լավ կպարզաբանեն իմ կարծիքով, բայց իրականում մենք այդտեղ խնդրեմ բովանդակային չունենք, այսինքն օրենսդրության փոփոխության հետևանքով մեկ, այսպես ասած, հարկատեսակից, գիտեք, շրջակի հետ կապված փոփոխությունների հետ կապված, միկրոձեռնարկատիրության այնտեղ փոփոխությունների հետ կապված, դրանով է իրականում պայմանավորված բովանդակային փոփոխություն վստահեցնում դες տեղի չունեցել, ես դες բովանդակային ծավալները կներկայացնեմ հաջորդիվ ուղղակի դժվար կգտնեմ հիմա իմ ուրեմն ֆայլերի մեջ այդ տվյալները կհրապարակեմ նույնիսկ օրվա մեջ այսօր կամ վաղը կհրապարակեմ, կտեսնեք, որ այնտեղ մենք ՓՄԶ-ի մասով հաստատ լավ ցուցանիշներ ունենք։ Սպուտնիկ Արմենիա։ Շնորհակալություն, պարոն Պապարյան, ուզում եի հարցնել